Արդարության գաղափարը հիմա իհարկե դու քո տեսլականը կներկայացնես, բայց արդարության հասնելու կարևորագույն հիմքը օրենքի գերակայությունն է։ Որտեղ կա, այսինքն որ ասում են ինչու է Ամերիկայում օրենքը գործում, ինչու Ամերիկայում հանցագործություններ չկան, կամ ցանկացած պետություն Լոնդոնից սկսած մինչև ամենամեծ մեգապոլիսը, ամենահայտնի հանցագործություններ կան, բայց կա այդտեղ օրենք եւ կա դատարան, անկախ դատական համակարգ, որը ամենայն դեպս որի դատավորները չեն վնգստում եւ այդ դատավորները ունենալով շատ բարձր վարձատրություն, ունենալով լորդի ստատուս, ինչ որ սոցիալական ստատուս, այդուհանդերձ իրենք գնում են իրենց մասնագիտական եւ խղճին, այսպես համահունչ։ Մենք չունենք դա։ Մենք չկարողացանք ստեղծել այդ արդար դատական համակարգը։ Այսինքն ասել կուզի, այն վիժնը, որ դու պիտի ներկայացնես կամ ես պիտի ներկայացնեմ, հիմք ընդունենք երկու կարևոր բան՝ մարդկանց ակնկալիքներ եւ պետության անելիքներ առհասարակ։ Գնացինք։ Ուրեմն շատ կարևոր էլեմենտ, ես չեմ ուզի մեզ լսողները տպավորություն ունենան, որ մենք դրսինը իդեալականացնում ենք կամ 100% անոց ենք սարքում, որտեղ չկա 100% անոց, եւ այստեղ երևի շատ ավելի պարամետրը պետքա ուրիշ տեղ փնտրել։ Իմ կարծիքով այդ հիմնական պարամետրը հանրության կողմից իր ինստիտուտների նկատմամբ վստահության հարցն է։